Ողջույն բոլորին, այսօր սեպտեմբերի 26-ն օրը ուրբաթ եւ USR Media-ի YouTube-յան ալիքում սկսում ենք լրատվական օրը։ Երկու օր հետ գնանք սեպտեմբերի 24-ի Մերիլենդում տեղի ունեցած ձերբակալության ժամանակ նկարահանված տեսագրությունը նոր քննադատություններ է առաջացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի ներգաղթի խիստ քաղաքականության դեմ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ICE գործակալը կամ սպան սկզբում գցում ատրճանակը գետնին, ապա բարձրացնում այն ու ուղղում դեպի միջամտելու փորձ կատարող անցորդները։ Միջադեպը տեղի ունեցել ձերբակալության ընթացքում, երբ մի խումբ քաղաքացիներ փորձել են խոչընդոտել դաշնային գործակալներին։ Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել մարդու իրավունքների կազմակերպությունների եւ ներգաղթի պաշտպանների շրջանում։ Նրանց խոսքով նման գործողությունները ոչ միայն վտանգում են անմեղ քաղաքացիների կյանքը, այլև խորացնում են վախն ու անվստահությունը։ Երկու շաբաթ սպասումից հետո Մեմֆիսի բնակիչները վերջապես ավելի հստակ պատկերացում են ստացել Դոնալդ Թրամփի նախաձեռնած ազգային գվարդիայի տեղակայման մասին։ Այսօր Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հայտարարել է, որ տեղակայվող զինվորականները կդառնան նորաստեղծ Memphis Safe Task Force-ի մի մասը եւ կաշխատեն 13 դաշնային գործակալությունների ու նահանգային ոստիկանների հետ։ Գվարդիայից տեղակայվողները կլինեն Թենեսիի ստորաբաժանումից եւ կկարգավորվեն ԱՄՆ մարշալների ծառայության կողմից։ Նրանք չեն ունենա ձերբակալելու իրավունք եւ չեն կրելու զենք, եթե միայն տեղական ոստիկանությունը չպահանջի։ Լին նշել է, որ խոսքը 150-ի սահմաններում զինվորների մասին է, թե վերջնական թիվը որոշված չէ։ Գվարդիականները կլինեն իրենց սովորական համազգեստով առանց զրահապատ տեխնիկայի։ Լին հայտարարել է նաև, որ նահանգը կտրամադրի $100 միլիոն Մեմֆիսի հանրային անվտանգության նախաձեռնությունների համար, ինչպես նաև 300 նահանգային զինվորական, որոնցից 100-ը մշտապես կլինեն տեղում։ Հաջորդ շաբաթ Մեմֆիս կժամանեն FBI-ի, ալկոհոլի, ծխախոտի, զենքի եւ պայթուցիկների բյուրոյի, ինչպես նաև թմրանյութերի դեմ պայքարի գործակալության աշխատողներ։ Ի տարբերություն Լոս Անջելեսի, որտեղ Թրամփը հունիսին տեղակայել էր մոտավորապես 4000 գվարդիական եւ մոտ 700 ծովային հետևակային, ներգաղթի բողոքների ֆոնին Մեմֆիսում շեշտը դրվելու է հանցավորության դեմ պայքարի վրա։ Մեմֆիսի քաղաքապետ Փոլ Յանգը նշել է, որ ինքը չի դիմել գվարդիայի համար, բայց պատրաստ է արդյունավետ օգտագործել նրանց ներկայությունը։ Հաջորդ դեպքը տեղի է ունեցել թերևս 1 ամիս առաջ, բայց կարծես թե ավարտվել է հետաքննությունը։ ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը խստացնում է կանոնները ոչ քաղաքացի վարորդների համար մահվան ելքով վթարներից հետո, որոնք ըստ պաշտոնյաների առաջացրել են այնպիսի վարորդներ, ովքեր երբեք չպետք է ստանային կոմերցիոն վարորդական վկայական։ Նոր կանոններով միայն 3 հատուկ տեսակի վիզա ունեցող անձինք կարող են դիմել CDL-ի Commercial Driver License ստանալու համար, H2A, H2B կամ E2։ Բացի այդ, բոլոր նահանգները պարտավորվում են դիմորդների ներգաղթի կարգավիճակը ստուգել դաշնային տվյալների բազայում։ Լիցենզիաները կտրամադրվեն առավելագույնը 1 տարով կամ մինչև վիզայի ժամկետի ավարտը։ Այս ստուգումները սկսվել են Ֆլորիդայում տեղի ունեցած մահաբեր վթարից հետո, երբ բեռնատարի վարորդը, որը ըստ պաշտոնյաների ապօրինի էր գտնվում երկրում, վտանգավոր շրջադարձ էր կատարել, դառնալով 3 անձի մահվան պատճառ։ Նման դեպքեր այս տարի գրանցվել են նաև Թեքսասում եւ Ալաբամայում։ Տրանսպորտի նախարար Շոն Դաֆին ընդգծել է, որ միայն Կալիֆոռնիայում քննության ենթարկված արտերկրացիների լիցենզիաների մոտ 25%-ը տրվել էին սխալ։ Նա սպառնացել է դադարեցնել նահանգին հատկացվող $160 միլիոն դաշնային ֆինանսավորումը, եթե 30 օրվա ընթացքում չկատարվի լիարժեք աուդիտ եւ չներկայացվի ծրագրի շտկման պլան։ Նոր կանոններով մոտ 200,000 արտերկրացի CDL ունեցողների միայն 10,000-ը կպահպանեն իրավասությունը, սակայն այս կանոնները հետադարձ ուժ չունեն եւ 190,000 վարորդները կարող են շարունակել վարել մինչև լիցենզիայի ժամկետի ավարտը։ Ֆլորիդայում մահաբեր վթարի հեղինակ Հարջինդեր Սինգը մեղադրվում է 3 դեպքով սպանության եւ ներգաղթի խախտումների համար։ Դաշնային իշխանությունները պահանջել են քրեական գործի ավարտից հետո նրան տեղափոխել ICE հսկողության տակ։ Քաղաքական թեմայով շարունակենք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում հանդես է եկել ծավալուն եւ կոշտ ելույթով, կրկին պաշտպանելով Գազայում ռազմական գործողությունների շարունակությունը եւ ընդգծելով, որ Իսրայելը պարտավոր է որքան հնարավոր է արագ ավարտել գործը։ Ելույթին նախորդել էր դահլիճի բողոքի ակցիան։ Ավելի քան 100 պատվիրակներ դուրս են եկել ի հակադրություն նրա վարած քաղաքականությանը։ Please order in the hall. Please order in the hall. Please order in the hall.
Նեթանյահուն հայտարարել է, որ Համասի մնացորդները դեռևս թաքնված են Գազայի քաղաքում, սակայն Իսրայելը չի դադարելու գործողությունները, քանի դեռ նրանք չեն հանձնվել։ Նա հրապարակավ դիմել է պատաններին, ընդգծելով. «Մենք ձեզ չենք մոռացել ոչ մի վայրկյան, կշարունակենք պայքարել, մինչև բոլորին տուն բերենք»։ Նրա խոսքերը հատուկ բարձրախոսներով հեռարձակվել են նաև Գազայի սահմանին։ Նեթանյահուն պահանջել է Համասից անմիջապես ազատ արձակել բոլոր պատաններին, հակառակ դեպքում Իսրայելը կհետևի նրանց եւ կգտնի։ Ելույթի կենտրոնական առանցքը դարձել է Իրանի դեմ վերջին պատերազմը։ Նեթանյահուն հիշեցրել է, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համատեղ օպերացիայի շրջանակում ոչնչացրել են Իրանի միջուկային եւ հրթիռային ենթակառուցվածքները։ Նրա խոսքով. «Մենք վերացրեցինք գոյաբանական սպառնալիքը ոչ միայն Իսրայելի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»։ Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին համարձակ եւ վճռական քայլերի համար, որոնք թույլ են տվել հսկայական հաղթանակ գրանցել։ Նեթանյահուն ընդգծել է, որ չի կարող թույլ տալ Իրանի վերականգնումը։ Հարստացված ուրանի պաշարները պետք է վերացվեն, իսկ ՄԱԿ-ի պատժամիջոցները անհապաղ պետք է ուժի մեջ մտնեն, ասել է վարչապետը։ Նեթանյահուն մեկ անգամ եւս հիշեցրել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը, որը նրա խոսքով հրեաների դեմ ամենամեծ կոտորածն էր հոլոքոստից հետո։ Նեթանյահուն խիստ քննադատել է այն երկրներին, որոնք վերջին օրերին ճանաչել են Պաղեստինյան պետությունը։ Վարչապետը մերժել է երկու պետությունների լուծման գաղափարը, այն անվանելով խելագարություն։ Ընդգծել է նաև, որ նույնիսկ Իսրայելի խորհրդարանում Կնեսետում պատգամավորների 90%-ից ավելին դեմ են նման լուծմանը։ Ելույթի ընթացքում Նեթանյահուն անդրադարձել է նաև Իսրայելի դեմ հնչող ցեղասպանության մեղադրանքներին։ Նրա խոսքով Իսրայելը ոչ միայն չի թիրախավորում խաղաղ բնակիչներին, այլև համաշխարհային պատմության մեջ ամենամեծ ջանքերն է գործադրում նվազեցնելու քաղաքացիական զոհերը։ Չնայած կոշտ տոնին Նեթանյահուն ելույթի վերջում շեշտել է, որ Իսրայելի հաղթանակները Իրանի եւ Համասի դեմ կարող են բացել նոր հնարավորություններ խաղաղության համար։ Նա նշել է, որ արդեն սկսվել են բանակցությունները Սիրիայի կառավարության հետ եւ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի։ Ելույթն ավարտվել է Իսրայելի գոյատևման ու ինքնապաշտպանության գաղափարախոսությամբ։ Տարերի ընթացքում հրեաների արյունը անգին էր, բայց այժմ մենք ունենք մեր պետությունը եւ մեր բանակը, մենք կպայքարենք, մենք կհաղթենք եւ կդառնանք առաջընթացի ու խաղաղության լույսը ամբողջ մարդկության համար, ամփոփել է Իսրայելի վարչապետը։ Բենյամին Նեթանյահուն, որը հայտնի է ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթները վիզուալ միջոցներով ուղեկցելու սովորությամբ, այս տարի ավելի հեռուն էր գնացել։ Ելույթի սկզբում նա ցուցադրել է քարտեզ, վերնագրված The Course, որտեղ նշումներ է կատարել այն երկրների վրա, որտեղ Իսրայելը ըստ իր խոսքերի ոչնչացրել է թշնամիներին գրեթե 2 տարի տևած լայնածավալ պատերազմի ընթացքում։ Նա նաև մեծ պաստառի վրա ներկայացրել է թեստանման հարցեր։ Ով է բացականչում ՄԱ Ամերիկային, թվարկելով Իրանին, Համասին, Հեզբոլլահին եւ Եմենի հութիներին։ Պատասխանը ըստ վարչապետի բոլորը միասին։ Նեթանյահուն հայտնի է իր խորհրդանշական ատրիբուտներով։ Տարիներ առաջ նա ցուցադրել էր նույնիսկ միջուկային ռումբի ուրվագիծ։ Այս անգամ նա կրում էր մեծ QR կոդով կոճակ, որը հղում էր դեպի կայք նվիրված Համասի 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը, պատաններին եւ Իսրայելի դիրքորոշմանը։ Չնայած բողոքի խորհրդանշական քայլերին, թե Դալիճում, թե Նյու Յորքի փողոցների զանգվածային բողոքի ակցիաները, Նեթանյահուն ուներ երկու հիմնական լսարան։ Ներքին աջակիցները, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու երկրի ներսում են, եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որի հետ նա հանդիպելու է երկուշաբթի Սպիտակ տանը։ Եվ նախագահից արդեն խոսենք, այսօր Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի շարք հայտարարություններ է արել։ Նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է Գազայի շուրջ համաձայնության, այն ըստ նրա կվերադարձնի պատաններին եւ կավարտի պատերազմը։ Սա լինելու է գործարք, որը խաղաղություն կբերի, ընդգծել է Թրամփը։ Թրամփից հասցրել են նաև նախկին FBI տնօրեն Ջեյմս Քոմիի դեմ առաջադրված մեղադրանքների մասին։ Նախագահը շեշտել է, նա ստել է կոնգրեսին, սա արդարության մասին է, ոչ թե վրեժի։ Թրամփն ավելացրել է, որ այլ պաշտոնյաների դեմ եւս կարող են մեղադրանքներ առաջադրվել, նրանց անվանելով ծայրահեղ ձախ կոռումպացված դեմոկրատներ։ Բացի այդ, Թրամփը հիշատակել է կառավարության հնարավոր փակման շատդաունի թեման։ Նրա խոսքով դեմոկրատներն են ցանկանում փակել կառավարությունը, քանի որ նրանք ձգտում են միլիարդավոր դոլարներ հատկացնել ապօրինի ներգաղթյալներին։ Եթե կառավարությունը փակվի, ապա մեղավորը կլինեն դեմոկրատները, հայտարարել է նախագահը։ Տնտեսական մի քանի թեմա այսօր ուրբաթ է եւ ժամանակ թե ամփոփել շաբաթը թվերով։ 100% մաքսատուրք ներմուծվող տեղերի վրա։ Սա դարձել է Դոնալդ Թրամփի հայտարարած վերջին հարկային փաթեթի մի մասը։ Նա նաև սահմանել է 25% մաքսատուրք բեռնատարների վրա։ Վերջին քայլերը ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի սկզբին։ Թրամփի խոսքով սա արվում է Միացյալ Նահանգների արտադրությունը եւ ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։
35 միլիոն Amazon Prime-ի բաժանորդներ պատրաստվում են գումար հետ ստանալ Amazon-ից։ Դաշնային առևտրի հանձնաժողովը վճռել է, որ ընկերությունը խաբեությամբ մոլորեցրել է հաճախորդներին բաժանորդագրություններ գեներացնելու համար։ Ընկերությունը պարտավոր է վճարել 2.5 միլիարդ դոլար տուգանք։ 12% էներգետիկ ընկերության բաժնետոմսերի աճի ցուցանիշն էր այն բանից հետո, երբ ԱՄՆ դաշնային դատավորը թույլ է տվել վերսկսել Revolution Wind նախագծի աշխատանքները։ Թրամփի վարչակազմը նախորդ ամիս դադարեցրել էր այդ ծրագիրը։ Դանիական հողմային էներգիայի մշակողը օգոստոսից ի վեր օրական մոտ 2 միլիոն դոլարի կորուստ էր կրում։ 14 միլիարդ դոլար։ Այդքան է ըստ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գնահատվում TikTok-ը։ Սա առաջին անգամ է, որ հավելվածի արժեքը պաշտոնապես գնահատվել է։ TikTok Դոնալդ Թրամփը հիմա էլ ստորագրել է նախագահական հրամանագիր, որով նախատեսվում է TikTok-ի ամերիկյան բաժինը վաճառել Միացյալ Նահանգներին եւ միջազգային ներդրողներին համապատասխանելով 2024-ի օրենքի ազգային անվտանգության պահանջներին։ Սա TikTok-ի ամերիկյան ակտիվները գլոբալ հարթակից առանձնացնելու եւ Չինաստանի կառավարության հավանությունը ստանալու գործընթացի մի մաս է։ Թրամփն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը համաձայնել է գործարքին։ Ես խոսեցի նախագահ Սիի հետ, մենք լավ զրույց ունեցանք։ Ես պատմեցի, թե ինչ ենք անում, եւ նա ասաց շարունակեք, նշել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Թայլինոլի արտադրող Kenvue ընկերության բաժնետոմսերը բարձրացել են մինչև 7%, հաղթահարելով ռեկորդային անկումը։ Դա տեղի ունեցել այն բանից հետո, երբ ներդրողները անտեսեցին Դոնալդ Թրամփի չապացուցված պնդումները Թայլինոլի եւ աուտիզմի միջև կապի մասին։ Թրամփը Թայլինոլի օգտագործումը հղիների շրջանում կապել էր աուտիզմի հետ, տարածելով պնդումներ, որոնք գիտական ապացույցներով հաստատված չեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հարավային Կորեան պետք է միլիարդավոր դոլարների ներդրում կատարի անմիջապես, չնայած Սեուլի պնդումներին, որ առանց ֆինանսական ապահովագրությունների նման քայլը կարող է երկրի տնտեսությունը տանել ճգնաժամի։ Հուլիսին Հարավային Կորեան պարտավորվել էր 350 միլիարդ դոլար ուղղել ամերիկյան նախագծերին, սակայն պաշտոնյաները այժմ ասում են, որ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել եւ Թրամփի հայտարարությունները հակասում են Սեուլի պատկերացումներին։ Հարավկորեացի մի պաշտոնյա, որը ամերիկյան լրատվամիջոցներից մի քանիսի հետ խոսել է անանուն պայմանով, նշել է, որ երբեք նախատեսված չի եղել այդ գումարը փոխանցել միանգամից։ Նրա խոսքով Հարավային Կորեային եւ Ճապոնիան նախատեսում էին ֆինանսավորել միայն այն նախագծերը, որոնց համար Միացյալ Նահանգները կապիտալի պահանջ կներկայացներ։ Այս ամսին Թրամփը պաշտոնապես առևտրային համաձայնագիր է ստորագրել Ճապոնիայի հետ, իջեցնելով մաքսատուրքերն այդ երկրի ավտոմեքենաների եւ այլ ապրանքների ներմուծման վրա, դրա դիմաց ապահովելով 550 միլիարդ դոլարի ճապոնական ներդրում ամերիկյան ծրագրերում։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ճնշում են գործադրում Սեուլի վրա, որ այն նույնպես հետևի այդ օրինակին։ Սեպտեմբերին ստորագրված փոխհմբռնման հուշագիրը, որը վերաբերում է Ճապոնիայի 550 միլիարդ դոլարի ներդրմանը, չի նշում կանխավճարի մասին։ Փաստաթղթում ասվում է, որ ներդրումները պետք է իրականացվեն փուլ առ փուլ մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը 2029 թվականի հունվար ամիսը։ Ըստ պայմանագրի, Տոկիոն պարտավորվել է գումարները փոխանցել Միացյալ Նահանգների կողմից ընտրված նախագծից հետո 45 օրվա ընթացքում։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը եւ թույլ տվեք եզրափակել ոչ ավանդական ձևաչափով։ Ցանկանում եմ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն է այսօր։ Թող այս օրը ձեզ համար լինի շատ հիշարժան եւ յուրահատուկ։ Դուք էլ կարող եք նույնը անել ինձ շնորհավորելով իմ ծննդյան տարեդարձը։ Այժմի համար ինչպես նշեցի այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք երեկոյան։